Մենք իշխանության լեգիտիմության հարցը լուծել ենք, իրավակարգի լեգիտիմության հարցը չենք լուծել։ Ո՞նց ենք լուծել իշխանության լեգիտիմության հարցը։ Ընտրությունների արդյունքները կասկածի տակ չեն։ Բայց այն ընտրությունը, որով իրավակարգը հաստատվել, այսինքն հանրաքվեն, դրա արդյունքները միշտ են եղել կասկածի տակ եւ այսօր էլ են կասկածի տակ։ Եվ քանի դեռ այդ կասկածը չի վերացել, իրավակարգի լեգիտիմությունը բանի նման, վիրուսի նման մեզ քայքայելու է։ Մենք տենց էլ չենք հասնելու ոչ արդարության, ոչ արդարադատության, որովհետև դա ի վերջո առաջին հերթին զգացողություն է։ Մեկը ինչ ուզում եք արեք, դա առաջին հերթին զգացողություն է։ Մարդը, քաղաքացին, մենք բոլորս պիտի ունենանք այդ զգացողությունը։ Իսկ մենք չունենք այդ զգացողությունը, ես չգիտեմ, եթե ներկաները ունեն բոլոր այդ զգացողությունը, բայց ես համոզված եմ, որ Հայաստանում մեծամասնությունը, ընդ որում սովորաբար տենց է, իշխանությունն ասում է, չէ, մեր երկիրը ամենաարդար երկիրն է, հանրությունն ասում է, չէ, տենց չի, այս դեպքն է, որ ես օրինակ չունեմ արդարադատության եւ արդարության զգացում, որ մենք կարողացել ենք Հայաստանում դա հասնել։ Եվ ես իմ գոնե այս փուլի եզրակացությունը, որը քննարկման արդյունքում կարող է եւ փոխվի, այնա որ մենք լեգիտիմության խնդիր ունենք, մենք ընդհանուր առմամբ իրավակարգի լեգիտիմության խնդիր ունենք։ Այն կարմիր լույսը, որ վառում է մեր փողոցներում, այդ կարմիր լույսը իր լեգիտիմության խնդիր ունի, որովհետեւ պարզ չիսկով է որոշել, որ այդ կարմիր լույսը հենց տենց պետք է վառի։ Որոշման մի հատ աղբյուր կա, ժողովուրդը չի համարում, որ ինքը դա որոշել է։ Ես պարզացնում եմ, որպեսզի ասելիքս ավելի բան լինի, չգիտեմ ինչքանով ձեր հարցին պատասխանեցի, բայց ես էս էի ուզում ասել բոլոր դեպքերում անկախ հարցից։